Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս հանուն հավասար իրավունքների հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Տիկին Աբրահամյան հրավեր ընդունելու համար։ Տիկին Աբրահամյան, Եվրոպական միություն նախորդ օրը հաստատեց նոր առաքելություն, սա կոնկրետ մասնագիտացված է լինելու հենց հիբրիդային սպառնալիքների դեմ դիմակայելու հարցերի մեջ։ Սա ինչ առաքելություն է, պարզ ասած հասկանանք եւ նաեւ բացատրենք մեզ լսողներին, թե դա ինչ է ենթադրելու հետագայում։ Ինքնին այս առաքելության տեղակայումը, ինչը Եվրոպական միության ամբողջ այդ բյուրոկրատիան հաշվի առնելով խիստ հրատապ էր եւ չափազանց նաեւ Հայաստանի համար հայաստանյան համատեքստում խիստ կարեւոր, ինքնին արդեն խոսում է այն անվտանգային ընդհանրապես սպառնալիքների, որը աշխարհում է եւ սա միայն հայաստանյան ֆենոմեն չի, հա, այսինքն երբ 2-3 տարի առաջ արդեն Եվրոպական միությունը հստակ սահմանեց, որ այո, Հայաստան-Ադրբեջան սահմանին դիտորդություն պիտի իրականացվի եւ սա տվյալ պահին անվտանգային ամենակարևոր մեր խնդիրներից մեկն էր, հիմա հստակ նաև սահմանվում է, որ սա ևս կիբեր հարցակումները, խառնածին հարցակումները, այսպես կոչված հիբրիդային սպառնալիքները, որը այսպես ասած այդպես ծաղրում են շատերը, ասում են ընդհանրապես նման բան գոյություն չունի եւ այլ, որը էլի գործիքակազմերից մեկն է, հա, այսինքն ծաղրել մի բան, որը իրականում արկա է, բայց որի մասով բնականաբար որը հնարավորինս որի կարևորությունը պիտի նվազեցնեն եւ այլ։ Հստակ Եվրոպական միությունը հստակ սահմանում է, որ այս պահին անվտանգային կարևոր գործոն է հիբրիդային սպառնալիքը, խառնածին հարցակումները եւ այս մասով պիտի նաեւ որոշակի աջակցություն նաեւ Հայաստանին տրամադրի եւ կարողությունների եւ նաեւ ֆինանսական աջակցություն է տրամադրել, բայց սա այս գործիքների միջոցով է տեղի ունենում, թե գործնականում դա ո՞նց է դրսևորվել, գործնականում դա շատ տարբեր ձևերով կարող է դրսևորվել։ Տեսեք, օրինակ, որն է այստեղ ընդհանրապես հիմնական գործիքակազմը այս խառնածին հարցակումների, հա, որովհետեւ միայն սահմանին, միայն զենքով չի պատերազմը։ Կոգնիտիվ պատերազմները այսօր աշխարհում չափազանց լուրջ այդպես ազդեցություն ունեն հանրությունների, հասարակության, տվյալ երկրում ապրող ժողովրդի գիտակցության վրա։ Վարքաբանական փոփոխություններ կարող են հանգեցնել, հա, այսինքն այդ կեղծ լուրերը, ապատեղեկատվությունը, անընդհատ տագնապի մեջ պահելու։ Հիմա տեսեք 2 տարի առաջ, եթե հիշում եք, Հայաստանում, Երևանում հատկապես անընդհատ լուրեր էին պտտվում եւ անընդհատ ահազանգ էր գնում ոստիկանություն, որ այսինչ դպրոցում, մետրոյում, նախարարությունում այսինչ հիմնարկում եւ այլն ռումբ է դրված։ Սա միայն նրա համար չէր, որ անընդհատ ոստիկանությանը որպես պետական մարմին անընդհատ զգոնությունը թուլացնեն, չէ, որտեղ մի անգամ կեղծ ահազանգ, 10 անգամ կեղծ ահազանգ, հաջորդին ոստիկանությունը գուցե պատժած չարձագանքի, բայց սրա նպատակը մեկ այլն էր, անընդհատ հասարակությանը սերմանել զգացողություն, որ դուք ապրում եք մի երկրում, որտեղ անընդհատ քաոս է, որտեղ անընդհատ անվտանգային խնդիրներ կան, որտեղ ձեր պետական մարմինները չեն աշխատում, այսինքն այս պետական պետության ինստիտուտների նկատմամբ անվստահությունը եւ երկրորդ անընդհատ այդ տագնապի զգացողությունն է, որի վերջո հանգեցնում է եւ սա է սովորաբար նաեւ բոլոր ոչ բնականաբար կամ թշնամական ասեմ, կամ հակառակորդ, կամ ոչ այդպես բարյացակամ պետությունների, որտեղ սա մի պետության մասին չի։ Ի վերջո նպատակն է Հայաստանի բնակչության նվազեցում, արտագաղթը, որը հենց ինքնակամ արտագաղթ է, հա, այսինքն այդտեղ արտաքին ներգործությունը ապատեղեկատվության միջոցով է արվում, օրինակ կոգնիտիվ պատերազմների մի ուղղությունը հենց սա է, ապատեղեկատվության, անընդհատ տարբեր գործիքների, գործիքակազմերի միջոցով այնպիսի իրավիճակում մարդկանց դնել, որ ուղղակի մտածեն, հա, այն մեր հիմնական խոսքը մեր հասարակության մեջ տարածված է, որ երկիրը երկիր չի եւ հաջորդ քայլը որն է, գնալ երկրից։ Սա ուղղություններից մեկն է։ Սրա դեմ պայքարի կարևոր գործիքակազմ է հատկապես ապատեղեկատվության, որովհետև այդ հիբրիդային սպառնալիքների մեջ ապատեղեկատվությունը եւ ֆիմին, այսինքն
օտարերկրյա միջամտությունը, մանիպուլատիվ միջամտությունը, տեղեկատվական պատերազմը մեր հանրային դաշտում ամենակարևոր եւ ամենահեշտ գործիքակազմերից մեկն է։ Ինչու է սա հիմա դարձել խիստ կարևոր, որովհետեւ սոցիալական ցանցերն են շատ ավելի տարածված դարձել։ Ի վերջո մարդիկ իրենց հիմնական գիտելիքի նաեւ տեղեկատվության եւ լուրերի հիմնական մասը սպառում են ոչ արդեն հեռուստատեսություններից, այլ առավել հիմնականում սոցիալական ցանցերից։ Մոտավորապես կամ հստակ 20-30 փորձագետ է, չէ՞ լինելու, ով այս տարիների ընթացքում պիտի լինի։ Թերևս ավելի շատ, որովհետեւ այստեղ 2 տարվա ընթացքում նաեւ կախված իրավիճակից, որտեղ կարող է ինչ-որ մի շրջան ապատեղեկատվությունը շատ ավելի մեծ լինի, կարող է ինչ-որ մի շրջան հատկապես օրինակ այս նախընտրական շրջանում անօրինական ֆինանսական միջոցների մուտքը շատ լինի, իսկ դրա համար էլի կարողություն է հարկավոր եւ կարողություն պիտի ձևավորի մեր սահմանապահ ծառայությունը, որպեսզի ճիշտ կարողանա հասկանալ, ստուգել եւ այլ, այստեղ եւ տեխնիկական եւ մարդկային ռեսուրսի կարողության զարգացման մասին է խոսքը։ Մի այլ իրավիճակում մենք կարող է հատկապես օրինակ նույն ընտրությունների օրը մենք կարող ենք ունենալ կիբերհարձակումների բավական լուրջ վտանգ։ Եվ այստեղ էլի գալիս ենք հիմնականում են նպատակի բացահայտումը հասկանալու, թե ինչ կարող է լինել, պիտի հասկանանք ինչ նպատակ ունեն։ Նպատակներից մեկը, որ մենք տեսնում ենք նաև, որովհետև մենք բավական այդպես երկար հետազոտության արդյունքում բացահայտել ենք այն հիմնական այդպես կեղծ խոսույթները, որոնց միջոցով նաև ազդում են հանրային հոգեբանության վրա, հանրային վարքի փոփոխության վրա, փոփոխության հանգեցնելուն ուղղված գործողություններ են իրականացնում, խոսույթներից մեկն էլ այն է, որ ընտրությունների միջոցով նախ ոչինչ չես կարող փոխել, երկրորդը ընտրությունները կեղծված են լինելու, հիմա այդ ընտրությունների կեղծված լինելու այդպես փաստարկը, որը պիտի լինի։ Օրինակ ընտրությունների օրը կիբերհարձակում գործեն եւ ասենք, չգիտեմ, մատնահետքերի այդ ամբողջ սարքերի համակարգը վտանգի ենթարկվի, ամբողջ այդպես տեղեկատվական ընտրական մեր ռեգիստրը, որը այս դեպքում նաև ազգային անվտանգության խնդիր կարող է առաջացնել, որովհետև այնտեղ անձնական տվյալներ են մեր ողջ ընտրող բնակչության, ուղղակի արտահոս կազմակերպվի եւ այլ։ Նման իրավիճակները կանխելու համար այսպիսի աջակցությունը խիստ կարևոր է, բայց սա միայն ընտրությունների վերաբերյալ չի, որովհետև այո, սա նաև կարող է շահարկվել, այ տեսեք, օգնում են որպեսզի ընտրությունները եւ այլն, սա որևէ կերպ միայն դրա մասին չէ, եւ սա շատ կարևոր է ֆիքսել, որ եթե օրինակ նախկինում անդադասում էին դե Ռուսաստանի դեմ Եվրոպական միությունը, սա միայն Ռուսաստանի դեմ չի։ Սա ընդհանրապես ընդհանրապես որևէ երկրի դեմ չի, սա Հայաստանի կարողունակությունները, դիմադրողականությունը բարձրացնելուն ուղղված գործողություն է, որովհետև եթե մենք ընդհանրապես համապարփակ պաշտպանության համակարգը դիտարկում ենք, այսօր միայն զինված ուժերը չեն այդ առաջնագծում, այսօր նաև պատերազմ է ապատեղեկատվության, ընդհանրապես տեղեկատվական դաշտում, այսօր պատերազմ է մեր հանրային հոգեբանության անընդհատ այդ տրավմայի վրա որոշակի այդպես շահարկումներ, մտաշահարկումներ իրականացնելով, այսինքն սրանք գործողություններ են, որոնք նպաստելու են հետագայում զորօրինակ ադրբեջանական տարբեր ապատեղեկատվական հոսքերին դիմակայելու, նաև կիբերհարձակումներին դիմակայելու, ի վերջո ընդհանրապես հիբրիդային հարձակումը մեզ համար մեզանում նոր չէ, այդ հիմա ավելի ակտիվ խոսում, որովհետև ակնհայտորեն այդ բոտային հարձակումները կամ ֆեյքային կեղծ ֆաբրիկաների այդպես հարձակումները բավական այդպես ծավալի տեսանկյունից չափազանց մեծացել են, բայց դա մենք միշտ ունեցել ենք ըստ էության 20-30 տարիների ընթացքում տարբեր ծավալներով, տարբեր մեխանիզմներով դրանք մենք միշտ ունեցել ենք եւ միշտ ունենալու ենք ցավալիորեն, սա պիտի ֆիքսենք։ Տիկին Աբրահամյան, իրենք պետք է սովորեցնեն մեր մոտ fake news-երը որոնք են, ոնց տարբերակել կամ կեղծ ֆինանսական հոսքերը որոնք են, ոնց տարբերակել, թե իրենք էլ են մասնակից լինելու դրանց չեզոքացման, այստեղ հետաքրքիր է։ Ինչ որ ժամանակահատված կարծում եմ իրենք մասնակից պիտի լինեն հենց աջակցելու, որովհետև այստեղ օրինակ կիբերհարձակման դեպքում այստեղ լուրջ նաև կարողություն է հարկավոր, որը պիտի դեռ աճի, հա, այսինքն մենք ունենք մասնագետներ կիբեր տարբեր հատկապես այդպես ՏՏ ոլորտից, բայց այդ
մասնագետները նախ դրա մեջ այդպես մասնագիտացած չեն, երկրորդը այդ մասնագետների քանակը այդքան շատ չի։ Այսինքն այս դեպքում եւ այնտեղ շատ նրբություններ կան, որոնք իսկապես այդ պահին շատ արագ պիտի հնարավորություն կարողություն ունենաս կանխելու եւ այլն։ Այսինքն կարճաժամկետ տեսանկյունից կարծում եմ իրենց ներգրավվածությունը շատ ուղիղ պիտի լինի։ Բայց նաեւ այստեղ կարեւոր է նաև մեր ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, այսինքն որ մենք երկարաժամկետ տեսանկյունից ունենում ենք արդեն պատրաստված մասնագետներ այս ամենը դիտարկելու։ Անօրինական ֆինանսական միջոցների դեպքում էլի կարողությունների հարց է, բայց այստեղ կարող է նաև օրինակ տեխնիկական աջակցություն լինել, հա, այսինքն այդ հատկապես կանխիկի մուտքի տեսանկյունից ստուգելու եւ այլն, որ կարող է օրինակ ասենք այնպիսի միջոցներ ձեռնարկվեն, որ մեր սարքերը գոնե եղած սարքերը դրանք չկարողանան ֆիքսել։ Ինչ վերաբերում է նաև ապատեղեկատվությանը, որովհետև սա միայն կեղծ լուրի մասին չի, այլ այս կեղծ լուրերը տարբեր մեթոդներով հնարավորինս տարածելու մասին, այսինքն դրան նաև կանխելու, դրա արձագանքը տալու, շատ արագ արձագանքելու նաև մեխանիզմներ պիտի ունենանք, ոչ միայն դա ֆիքսելու, որովհետև վստահաբար մենք շատ լավ գիտենք որն է ապատեղեկատվությունը, բայց թե դա ոնց է տարածվել, այդ ամբողջ աղբյուրը եւ այդ ամբողջ շղթան տարածման, որովհետև օրինակ պարզ մի օրինակ բերեմ, Ալիևի վերջին հարցազրույցը, որը 2022-ին էր եւ որը շատ մանիպուլատիվ, այդպես շահարկման ձևով տարածվեց հիմա ցույց տալով, որ տեսեք Ալիևը չի գնում խաղաղության եւ տեսեք ինչեր է խոսում եւ այլն, դա տարածվել է շատ հստակ, կոնկրետ Telegram ալիքներից եւ այդտեղ այդ շղթան մինչեւ չես բացահայտում, նախ չես տեսնում ով է դրա շահառում, ով որ աղբյուրից է դա իրականում սկսվել տարածվել։ Դրան նաեւ հակադարձման ճիշտ ուղղություն չես կարող մշակել։ Այստեղ նաև մեկ այլ ուղղություն կա, որ կարծում եմ այս ժամանակահատվածում գոնե խիստ անհրաժեշտ է Հայաստանին, մետայի հետ ուղիղ աշխատանքն է։ Այսինքն մի բան, որ մենք այդ կարողությունը որպես պետություն չունենք, հա, այսինքն մեր կշիռը եւ պետության տեսանկյունից եւ ընդհանրապես որպես նաեւ թիրախ խումբ քանակի, հա, շահառու խումբ որպես ուղակի պետայի համար հետաքրքիր չենք եւ նաեւ չունենք այդ պայմանագրերը։ Մինչդեռ օրինակ նույն Եվրամիությունը ունի այդ պայմանագիրը։ Շատ արագ, օրինակ, եթե տեսնում ենք կեղծ լուրերի մի տարափ է գալիս, որը հիմնականում տարածվում է մետայի 2-3 ցանցերի միջոցով, այդ ցանցերից շատ արագ հնարավոր է լինում սովորաբար դա արագ անել։ Նույն Մոլդովայում այդ հնարավորությունը տրվել էր։ Այսինքն բանակցող կողմը դառնում է Եվրամիությունը եւ այդ արագ արձագանքման խումբը, որը նաեւ այս շրջանում լինելու է Հայաստանում, արագ արձագանքման խումբը դա իրականացնելու է ոնց որ իրենց ներգործությամբ։ Նրանք պետք է աշխատեն նաեւ մեր իրավապահ համակարգի հետ, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, գուցե նաեւ նախարարության բտայի հետ, այո։ Հասկանալի է, որ այո, այդ համագործակցությունը պիտի լինի, նաեւ ինչ տեսանկյունից պիտի լինի այդ համագործակցությունը, հենց կարողությունների զարգացման տեսանկյունից, այսինքն իրենք այդ աշխատանքը եւ կարողությունների զարգացումը կոնկրետ ինստիտուտների համար պիտի իրականացնեն։ Դա ինչու հարցրեցի, որովհետեւ արդյոք նրանք ունենալու են հնարավորություն, հասանելիություն ունենալու մեր գաղտնի փաստաթղթերի, տվյալների հետ, թե կողքից որոշակի խորհրդատվություն են Չեմ կարծում, թե անվտանգության տեսանկյունից։ Չեմ կարծում, թե ինչ որ գաղտնի փաստաթղթերի հասանելիություն կունենան, որևէ կերպ նաեւ դրա անհրաժեշտությունը մեծ հաշվով չկա, այլ պետք է առավելապես իրենք գնահատեն տեխնիկական մեր կարողությունը, բացերը, կարծում եմ նաև այդ բացերի գնահատումը արդեն իսկ արված է, դրանից ելնելով նաև մասնագիտական խումբն են ձևավորել, դա է նաև մեզ հնարավորություն տալիս հասկանալու, որքանով արդյունավետ նաև կարող է այս խումբը գործել գոնե այս կարճ ժամանակահատվածում։ Տիկին Աբրահամյան, թե որոշակի չափով դրա մասին խոսեցիք, բայց այդուամենայնիվ հարցը կա, օրինակ ընդդիմադիր դաշտում կարծում են, որ սա արվում է հատուկ մեկ պետության դեմ։ Դուք գիտեք, որ պետության մասին է խոսքը։ Եվ արդյոք սա իսկապես չի ընկալվի որպես միջամտություն մեր ներքին գործերին, հաշվի առնելով, որ առաջիկայում ընտրություններն են եւ նաեւ ընտրություններն այն կարեւոր բանն է, որ իրենց աշխատանքը պիտի դրսեւորվի այդտեղ ու արդյունքը այդտեղ հենց Երևան նաեւ այդպիսի տպավորություն չի թողնում իսկ
իսկապես։ Տեսեք, այս շահարկումը իհարկե կա եւ այս շահարկումը հիմնականում արվում է հենց այն խմբերի կողմից, որոնց մեծ հաշվով որոնց հույսը դրվել է այդ ապատեղեկատվական արշավների վրա, հա, այսինքն երբ հանրային կարծիքը մանիպուլացվում է, սա եւ մանիպուլացվում է արտաքին միջամտությամբ։ Ինչն է խնդիրը, երբ որ հաճախ նաեւ այս ընկալումը չկա, երբ որ ասում ենք հիբրիդային հարձակում, հաճախ ասում են դե ներքին ապատեղեկատվությունն էլ, հա, իշխանությունը եւս ապատեղեկատվություն է տարածում։ Սա դեռևս ֆիմի չի, այսինքն այդ արտաքին մանիպուլատիվ ներգործությունը ապատեղեկատվության մանիպուլատիվ ներգործությունը դեռևս զուտ ապատեղեկատվություն չի եւ այստեղ է վտանգավոր, այսինքն երբ որ արդեն իսկ արտաքին անկախ ամեն ինչից, անկախ որևէ երկրից, որովհետև այդ արտաքինը մենք տեսնում ենք նաև թուրքական լրատվամիջոցներից, հա, հիմա չափազանց շատ տարածված են թուրքական նարատիվներ, խոսուտներ տարածող հայալեզու էջեր եւ այս վերջին մոտապես 2 շաբաթվա ընթացքում հատկապես այդպես 2 փաստերի ստուգման հարթակները հստակ սրա մասին ապացույցներ են ներկայացրել։ Մենք սա չգիտենք դեռևս էլի ապացուցված չի, դա հենց թուրքական է, թե օրինակ ոչ այդպես անուղակի փորձում է ռուսական կողմը էլի թուրքական գործոնը օգտագործել, ինչպես արվում էր օրինակ Օկայդեպրեմ կոչված լրագրողի միջոցով, հա, որտեղ էլի թվում է Թուրքիայից է գալիս, որովհետև օգտագործում են մեր այս շատ նուրբ ցավալի այդպես լարերը մեր որտեվ հայ ազգը ընդհանրապես այդ զգայունությունը ունի, այնինչ Թուրքիայից է գալիս, շատ ավելի զգայուն է լուրերի եւ որևէ տեղեկատվության մասով, քան այնինչ Ռուսաստանից է գալիս։ Բայց մյուս կողմից մենք էլի չենք կարող վստահ լինել, որ սա մեկ երկրի կողմից է արվում, առնվազն 3 պետություն այս դեպքում շահագրգիռ է ընտրությունների վրա եւ ոչ միայն այդ, ես ասում եմ, սա կարճաժամկետ խնդիր է ընտրությունները, որովհետև երկարաժամկետ իրենց նպատակը շատ ավելի լուրջ է եւ Հայաստանի պետականության խփելն է, Հայաստանի բնակչության արտագաղթը մեծ հաշվով արտագաղթին նպաստելն է, որովհետեւ այստեղ շատ լուրջ հետագայում հետևանքներ կարող է ունենալ մեր հանրային ընկալման վրա, ինչու է կոչվում ընդհանրապես կոգնիտիվ պատերազմ, որովհետեւ դա իրապես հենց գիտակցության վրա է ազդեցություն ունենում։ Այնպես որ այս շահարկումը ընդհանրապես կարող է երբ որ ամփոփի իր գործունեությունը գնահատում անի թե սովորական մարդու կյանքում ինչ փոխվեց։ Պիտի գնահատի, այսինքն հնարավորություն կա։ Նկատի ունեք, այսինքն նկատի ունեմ, երբ որ այս առաքելությունը իր գործունեությունը ավարտի, ստացվում է որ պիտի հասարակության վրա որպես իր աշխատանքի գնահատանք որոշակի արդյունք ունենա ու ըստ այդմ որոշի որ մարդու կյանքում ինչ որ բան է փոխել, նույն հասկանալու որ սա fake news է, որ սա այս աղբյուրից է գալիս, որ սրանք խնդրահարույց բաներ են կամ չգիտեմ, ասենք AI-ով պատրաստված ինչ որ բան է, նույն մարդկանց գիտակցության, մեդիագրագիտության եւ նմանատիպ այլ հարցերի լուծումը նաև կարելի է գնահատել որպես իրենց աշխատանքի արդյունք։ Իրականում դրա չափման միավորները չափազանց շատ են, հա, այսինքն այստեղ մի քանի սանդղակ մենք կարող ենք չափորոշիչ մենք կարող ենք նշել, բայց հանրային մեդիագրագիտության, հանրության մեդիագրագիտության աստիճանի բարձրացումը երկարաժամկետ գործընթաց է, այսինքն դու այդ երկարաժամկետ գործընթացի մեջ կարող ես նաև բավական շատ ազգային անվտանգային խնդիրներ ունենալ։ Այնպես որ, այսինքն սրանք զուգահեռ process-ներ են։ Այո, դա նպաստելու է, որ մեր հանրությունը մի փոքր ավելի տեղեկացված լինի, որովհետև սա նպաստելու է նաև գործիքների հնարավոր զարգացմանը, որպեսզի հանրությանը կարողանան տարբեր դերակատարներ տեղեկացնել, որովհետև եթե դու այդ գործիքը չունես, ապացուցելու, որ տվյալ օրինակ հատկապես deepfake-երը արհեստական բանականությամբ ստեղծված հիմա այնքան շատ ավելի դժվարացել է ապացուցել օրինակ, որ սա բացարձակ իրական չէ, որպեսզի կարողանանք ապացուցել, դրա համար կարողություն է պետք, դրա համար նաև գործիքներ են պետք։ Հիմա դա նպաստելու է, այո, որպեսզի նաև հանրությունը էլ ավելի
տեղեկացված լինի, բայց թե ինչքան եւ ինչ որքան արագ կկարողանան հանրությանը հասցնել այս տեղեկատվությունը եւ որքան ձգվում է ժամանակը, հանրությունը շատ ավելի այդ առումով խոցելի է դառնում, որովհետեւ շատ ավելի այդ զգայունությունների վրա արդեն աշխատում են, այդ զգայունությունները շատ ավելի խոցելի են դարձնում մեզ որպես հասարակություն, այդ առումով որքան արագ այս գործընթացը սկսվի, այնքան շատ ավելի մենք որպես պետություն, եւ սա որևէ կերպ իշխանության մասին չէ, սա որպես նաեւ հենց պետություն, Հայաստանի Հանրապետությունը շատ ավելի մեծացնելու է իր դիմակայունությունը, այսինքն սա իշխանության, ասում եմ, տվյալ դերակատարների համար ընտրությունները կարճաժամկետ նպատակ են, բայց դա հաստատ վերջնանպատակը չէ, վերջնանպատակը Հայաստանի Հանրապետության դեմ է, պետության դեմ է եւ սա իշխանության մասին չի նորից եմ շեշտում, այն որ կան շահարկումներ, որ ներգործություն է ընտրություններին եւ այլը, եթե կա արտաքին միջամտություն արդեն իսկ ընտրությունների վրա մարդկանց ազատ կամ արտահայտման վրա, այսինքն հենց կամարտահայտումը խեղաթյուրելու եւ այդ կամարտահայտման ընկալումները այնպես ձևախեղելու, որ վերջնարդյունքը բոլորովին փոխվի, դա արդեն իսկ արտաքին միջամտություն է եւ այդտեղ մենք այո պիտի լինենք պաշտպանված։ Հիմա այդ դեպքում Եվրամիությունն է մեզ աջակցում, թե ԱՄՆ-ն է աջակցում, թե ասենք, չգիտեմ, այլ դերակատարներ են աջակցում, թերևս այդքան կարեւոր չի։ Հիմա Եվրամիությունը ֆիքսել է, որ խնդիր կա, որովհետեւ այդ խնդրին նաեւ իրենք են բախվել, այդ խնդրին նաեւ Ֆրանսիան է բախվել, այսինքն այս կոգնիտիվ պատերազմները, օրինակ նույն Ֆրանսիայի ազգային անվտանգության հայեցակարգում շատ հստակ եւ շատ վաղուց է ֆիքսված։ Դա մենք ենք նոր ֆիքսում, բայց սա աշխարհում արդեն վաղուց արձանագրված խնդիր է եւ սրա դեմ պիտի այդ պայքարը մղվի։ Վերջին հարցը Տիկին Աբրահամյան, արդյոք կարող է տպավորություն կամ կարծիք ստեղծվել, որ առաքելության ներկայությունը երրորդ երկրներին թիրախավորելու կամ հետախուզական գործունեություն իրականացնելու այսպես ծառայություն դիտարկվի, որովհետև նախորդ առաքելությունը, որը սրա նման չէր, բայց ամեն դեպքում Եվրամիությունից մեզ տրվող աջակցություն էր, որոշակի նման կասկածներ կամ խնդիրներ առաջ էին քաշում, որ սա կարող են այդպես ընկալել, որ սա հետախուզություն է ու առաջացնի լրացուցիչ լարվածություն։ Խոսքը կարող է լինել Ռուսաստանի մասին, խոսքը կարող է լինել Իրանի մասին, որ մենք այս լարվածությանը արդյոք կարող ենք դիմակայել կամ կարող ենք տպավորությունը ցրել, որ չէ, սա հետախուզություն չէ։ Նախ ընդհանրապես եւ նախորդ, այսինքն մյուս առաքելության մասով էլ մենք որևէ կերպ խոսել հետախուզության կամ, չգիտեմ, արտաքին որոշակի միջամտության մասին խիստ այդպես շահարկված էր եւ հատուկ շահարկվում էր, ընդ որում այստեղ անընդհատ մյուս առաքելության սահմանին կանգնող առաքելության մասով անընդհատ փորձում էին Իրանի շահերը պաշտպանել, այսպես ասած, մինչդեռ եւ դա արվում է շատ սինխրոնացված Ադրբեջանի կողմից եւ Ռուսաստանի կողմից, մինչդեռ անընդհատ իրանական կողմից մենք լսում ենք, որ մենք խնդիր չունենք այստեղ, այսինքն այս շահարկումը անընդհատ արվեր է։ Տվյալ դեպքում այդ շահարկման տեղը ընդհանրապես չկա, այսինքն եթե այն մյուս դեպքում ըստ էության կանգնած են եւ թերադիտակով կարող են ինչ-որ փաստեր ֆիքսել եւ դա որպես օրինակ որևէ կերպ կարող էր ընկալվել, որ դա տեսեք տեղում ինչ-որ տվյալներ են ֆիքսում եւ ուղարկում են այլ երկրներ, այս դեպքում ընդհանրապես դրա որևէ հնարավորությունը նույնիսկ չկա, որովհետեւ ավելի շատ մեր կարողությունների զարգացմանն է միտված, քան կոնկրետ իրենց ներգործությամբ ինչ-որ գործողություն իրականացնելուն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Զրուցակիցս Գայանե Աբրահամյանն էր, կհանդիպենք։